եկեցին ասում ա որ կինը պետք է եկակնի ինձ հետաքրքիր է դուք եք ինձ մտածում հա դասվեց շնորհակալ եմ սակայն կա գիտություն կա պատմություն կա իրականություն ես փոքրինչ ես իքսել կողմնակից եմ պարկեշ թակու կապին սակայն այստեղ բաներ կան որի հետ պիտի հաշտվի մարդը չի կարելի մտնել թափանցել ինչ որ մի ուրեմն ընտանիք չի կարելի թափանցել մտնել ինչ որ ընտանիք ինչ որ մեկի կնոջը որի գլուխը տվյալ տղամարդն է ասեք այդ տղամարդը հավատացյալ չի հոգևորական չի չի այցելում ժողովրդի կաղապար չունի հոգևոր ոչ մի կանոններից հա սակայն նրա կինը այցելում է հիմա որպեսզի նրա կինը այցելում է եկեղեցին նա պիտի փոխվի հա նա պիտի տապատ չհակնի շալվար չհակնի նա պիտի չհարդարվի չխնամվի մի խոսքով իրան չխնամի իր մարմինը որոշ կանոններ կան չէ եկեղեցական ուրեմն համայնքներում ունեն սակայն Աստծո խոսքը մի հատ լավ խոսք ունի, որը կիրառում է նաև տվյալ համայնքը։ Դա ուրեմն Պետրոս 3-րդ գլուխն է, առաջի Պետրոս 3-րդ գլուխն է, որ ասում է եկեք կարդանք այդ գլուխը, առաջի Պետրոս 3-րդ գլուխ։ Ամուսիններ։ Մենք կարդանք։ Նույնպես եւ դուք կանայք։ Հնազանդ եղեք ձեր ումը, հնազանդ եղեք դուք ձեր ումը, հովիվների թե Աստծուն, ամուսնուն ապրես։ Իսկ եթե հովիվը, որը ամուսին չէ, որի կինը չի, տվյալ քույրիկը հովիվի կինը չի, այդ կինը ունի գլուխ, այդ կինը ունի ուրեմն ղեկավար, ով իր ղեկն է, ով իր ուղեղն է, ով իր գլուխն է, ով իր տերն է, տերը ամբողջ կյանքում այդ կնոջ տերը այդ ամուսինն է, տվյալ անձնավորությունը կնոջ պատասխանատունն է, գլուխն է, ղեկավարն է, կինը իր ամուսնու շուկն է, իր ամուսնու կնոջ գլուխը ամուսինն է, կինը գլուխ չի համարվում Կնոջ գլուխը Աստված չէ։ Էս գլուխը Աստծուն չէ։ Կինը իրավունք չունի հնազանդվելու Աստծուն, չհնազանդվելով իր ամուսնուն։ Աստված է դրել այդ կանոնը, որ կինը հնազանդվի ոչ թե Աստծուն, այլ իր ամուսնուն։ Ու եթե կինը հնազանդվում է Աստծուն, ուրեմն ձգելով իր ամուսնու կանոններն ու օրենքներն ու ցանկությունները, պատկերացումը վերջը ինչպես ամուսնու ուզում, նա մեղք է գործում, այդ կինը մեղք է գործում։ Օրինակ ես ամուսնացած չեմ, բայց Աստծուն հնազանդ եմ։ Հիմա նայի, դու Աստծուն հնազանդ ես, դու օրենքի տակ չես, սակայն եթե դու ամուսնանաս, դու կհայտնվես օրենքի տակ։ Հիմա, այսինքն դու կհայտնվես կունենաս գլուխ, ով կլինի քո տերը, իսկ դու կլինես նրան հնազանդ։ Հիմա եթե եկեղեցիներ ես չեմ վատաբանում, չեմ բանանում եկեղեցին, դա նրանց սովորությունն է, սակայն ավետարանը շատ բարձ ասում։ Ուրեմն թող չլինի ձեր չկարդամ, հա, բերանացի ասեմ, թող չլինի ձեր զարդարանքը հյուսվածքներով, քարերով, թանկարժեք շորերով, բան, որպեսզի հաճեցնեք ձեր ամուսիններին, այլ թող լինի ձեր վարքով, վերաբերմունքով հաճեցնեք ձեր Աստծո շահեք, ներսի մարդով, առանց խոսքի անգամ, վարքով։ Եթե կինը ուրեմն այցելում է եկեղեցի դու կարող ես քո հովի հետ կիսվել զրուցել այս թեմայով եթե խորանում ես ուզում ես ինչ որ բան վերջացել բերես ստանաս հասկանաս դա եկեղեցու կարգ ու կանոնը չէ սակայն տվյալ հովին դու կարող ես անգամ հարց տալ այս խոսքը չի գրված որպեսզի եկեղեցու ցանկացած կին որ մտնում է ձևափոխեն եւ դարձնեն առանց զարդեր, առանց կանոն, առանց չգիտեմ խնաված, դա գրվում է ոչ թե չխնամվեն, ոչ թե չզարդարվեն, ոչ թե կինը ոնց կարա չխնամվի, չզարդարվի, դա հակացուցված բան է, հասկանում ես, չի կարելի կնոջը չխնամվել, չհարդարվել։ Անկամ կնոջ փափագը փոքրուց, փոքր երեխա է աղջնակ է, բայց նրա ուշքումիտը մամայի շորերն է, ինչ դենում է, զարդարվելն է, անկամ կարող է տան մեջ չկա նման Կենցաղ բայց երեխումից դրված աղջկայություն։ Ուզում է զարդարվի, քսվի, դզվի, մազերը, իրանք եկեց կասում է վերջը։ Ուզում ասեմ, դա գրված է ոչ թե չզարդարվեն, չխնամվեն, կամ հարի տեսք չունենան, այսինքն լինեն անշուք, սեց, ուղիղ, ոչ մի ձև, Աստված ոնց ստեղծել, անեցել լինենք։ Այդ տղամարդկանց էլ Աստված ստեղծել։ Ինչի սափարվում թող բարադեքը Աստված նենց է ստեղծել, թող բարադեքը թող աճի, երկարանա, ինչքան որ կերկարանա, դա մեր արդարությունն է, հասկանեք, բայց չենք սափրվում, հովիվ ինչի է սափրվում։ Բայց ու թողի, Աստված էպես է ստեղծել։ Սակայն եկին էլ ուզում մաքուր լինի։ Հասկանում եք, բայց ինչի կանանց թույլ տալ որ չմաքրվեն։ Հասկանում եք, այս ժամանակները հիմա չէ, բայց այս ժամանակները ավելի խիստ էին։ Այնպես որ այս խոսքը չի ասում որ հնազանդվեն հովիվներին, հնազանդվեն Աստծուն, այլ ասում է որպեսզի տվյալ կինը լինի հնազանդ իր ամուսնուն եւ ուզի այն ինչ որ իր ամուսինն է ուզում։
եւ վարվի այնպես, ինչպես որ իր ամուսինը ուզում վարվի։ Հիմա դու ամուսնացած ես, դու ազատ ես, սակայն չի կարելի մարդուն, անգամ Աստված մարդուն տվել է հոժարկանք ընտրություն կատարելու, բայց հիմա որ դու հովիվի ասացին, միայն քո հովիվը չի պետք ասում, սակայն եթե դու լինում ես այդպես, չէ՞ որ դու դարձար Աստծո հաճասուն հաճելի, կարող է կոներսը դու չես խնամում քեզ, բաբա շարվար չես հագնում, երկար փակ չես խնամում քեզ, վերջը ոնց որ կարգու կանոնա, սակայն կոներսը լծված լինի նախանձով, քենախնդրությամբ, ակելությամբ, չարությամբ, ու դու լինես ոչ հարիր Աստծո հանդեպ, ու Աստծո հանդեպ դու շատ վատ ես պահես, չի խոսում այն մասին, որ քո հակու կապը, քո չխնամվելը, խոսում է այն մասին, որ դու էլ նաև ներսից ես այդպեսին։ Դու կարող ես բնավել ներսից այդպեսին չես, բայց ցույց ես տալի քեզ արդար ու ապաշխարած։ Դու չես ապաշխարած։ Շատ քույրիկներ կան, ես չեմ քույրիկներ Աստծո մարդիկ է բոլորն էլ թերություններ ունեն, հա, սակայն շատերը կհաստատեն, որ արտակնապես համապատասխանում են տվյալ եկեղեցու կանոններին, բայց ոչ ներսևանց։ Նրանք ներսևանց շատ վատ են իրաց պահում, անհնազանդ են պահում, իրաց մարդկանց լեզու են դարձնում, հակառակում են, հասկանում եք, եւ այդպես շարունակ։ Եվ այստեղ չէ որ լավ աստվածապաշտություն է, սելա որ տարազով փոխվեցին, ձևով կանք, բայց ներսևած չկանք։ Ու այս խոսքը առաջի Պետրոս 3 գլուխը չի ասում, որ եկեղեցու այս խոսքը պիտի դարձնի հիմք եւ կանանց տիպումը արդեն այս խոսքը եւ եկեղեցու կանոնը տիպը որ կանանք անհնազանդ լինեն իրենց ամուսնու, ոչ թե հնազանդ։ Կարող է տվյալ կնոջ ամուսնու ուզում է որ կինը շպարվի, խնամվի, իր մազերը հարդարի ներկի, բայց հովիվը ասում է չէ։ Անդեմ է հանում իր ամուսնու տվյալ կնոջը։ Ու դա մեղք է արդեն։ Հասկանում եք, դա արդեն մեղք է։ Դու իստեղ խոսք ասում հնազանդվի ամուսնուդ ոչ թե քո հովիվին։ Անկամ Աստծուն ասում քո հնազանդությունը ամուսնուդ հնազանդվելով դու Աստծուն ես հնազանդվում։ Իսկ հովիվին հնազանդվելով դու տունն ես քանդում։ Դու քո տունն ես քանդում։ Դու Աստծուն հակառակ ես դու Աստծուն հակառակ ես դու քո ամուսնուն հակառակվելով։ Քո ամուսինը ուզում է որ դու խնամվես, հովիվը ասում է չէ, բայց հովիվը քո գլուխը չի։ Հովիվը հոգևոր հայր է, ինքը իրավունք ունի միայն քո հոգու վրա, քո համար խնամ տանի, ոչ թե մարմնի։ Քո իսկ մարմինը խնամողը, մարմնի տերը քո գլուխն է, քո ամուսինն է, ոչ թե քո հովիվը։ Անկամ ամուսնացած ես քո գլուխը, քո տերը, քո հայրն է, քո ծնողն է, եւ ոչ թե հովիվը։ Հովիվը հոգևոր սպասավոր է, հովիվը քեզ առաջնորդ է, հովիվը քեզ խնամատար է, հովիվը քո հոգու համար պատասխանատու է, հովիվը քո հոգու համար է հոգ տանում, բայց ինչ վերաբերում անձնական խնամքի մարմնի ոչ մեկին իրավունք չունի տեղադրելու կարգու կանոնը մի խոսքով տեղադրելու եւ ստիպելու թե դու սես պիտի վարվես։ Դա հոգեվորություն չի, դա մարմնավորություն է, հասկանում եք։ Ես չեմ ընդունում ես անգամ ինձ ես այդպես էլ չէի մտածում, ինձ ասած է բացել։ Ասեք բայց արտակ դու նայ, այստեղ չի ասում որ հնազանդվես եկեղեցու կանոնին, այլ հնազանդվես քո ամուսնուն։ Ու Պետրոսը չի գրում որ լինես չխնամված, այլ հնազանդվես թե ոչ թե ասում մի խնամվի, այլ զարդարի քեզ հնազանդվելով քո ամուսնուն։ Ոչ թե քեզ պճնավորի, ականջողերով, զարդերով, վերին ներքին, չգիտեմ, ինչ ձևերով հակի, բայց քո մարդու մի չես հնազանդվում։ Ումա պետք է զարդարանքը, ումա պետք է, չգիտեմ, պճնավորությունը, որ քո մարդու չես լսում։ Իսկ հիմա ծայրահեղության կողմը չէ թողում որ այսինքն զարդարվի, որպես ինչ լինի։ Հնազանդվի իր ամուսնու, իր մարդու ուզում որ այս կինը խնավի, իր մարդու ուզում որ այս կինը ականջողեր, զարդեր, չգիտեմ, այսքեր փակվի, այսքեր խնավի, այսքեր իրան դրսևորի, բայց տվյալ վիվը ասում է չէ, հովիվ ջան տուն ես քանդում։ Տվյալ եկեղեցիներում վարդապետությունը անգամ գայթակղություն է հասարակության համար, որովհետեւ շատերը դեն Աստծո տուն եւ չապաշխարեն։ Նման կանոնները արգելք է հանդիսանում ապաշխարելու բազմությանը, արգելք է դնում բազմության առաջ որ չգան ապաշխարեն։ Իսկ եթե նման կանոնը վերցվի ու ճիշտ վարվեն, ըստ Աստծո խոսքի վարվեն, որ հնազանդվեն իրենց ամուսնու, ոչ թե բոլորը միանման լինեն։ Չներկեն, չկտրեն ու չխնամվեն ու երկար բարակ ու չի սազում իրանց այդ հակու կապը ու այսպեսի լինեն։ Դա հնազանդությունը տվյալ կնոջ ամուսնուն, տվյալ անձի ընտանիքի գլխին։ Կարող է դու ամուսնացած ես ու գլուխը քո հայրն է, ու քո հայրը չի ուզում որ դու այսքեր լինես։ Քո հայրը ուզում որ դու խնամվես։ Իսկ հովիվը իրավունք չունի մտնի քո տուն, ծեր տուն, առավել եւս եթե ամուսնացածը տվյալ ամուսնու կամքը չհարցնելով, տվյալ ամուսնու կամքը չիմանալով կամ վերջը թույլատրություն անգամ չհարցնելով եւ կնոջը փոխում է ընկեր, որ իր ամուսինը գժվում է։ Ասես չեմ ուզում այդ կերպ հագեցել։ Կինը ասես Աստծուն է հնազանդ։ Ինչ Աստծուն։ Իբ որ Աստծուն հնազանդվելու համար քո ամուսնու պետք է լսես ոչ թե Աստծուն։ Քո գլուխը քո մատնա Աստծուն է ճակերտների մեջ Աստծուն։ Հովիվը տանցեց ասում, բայց Աստված չի ասում, Աստված ասում քո ամուսնու լսի։ Ուզում է խնամվես, խնավի, ուզում է ականջողեր կրես, կրի, ուզում է տաբաթ հագնես, հագի։ Ոնց ասում այդպես վարվի, քո ամուսնու սրտով գնա, եւ ոչ թե հովիվի։ Հովիվը իրավունք ունի հոգու վրա աշխատանք տանել, ոչ թե մարմնի։ Նա իրավունք չունի մտնի ուրիշի տուն
Եվ ուրիշ տղամարդու գլխի վրայով անցնելով տվյալ գլխի մարմնի կնոջը մարմինը ձևավորի իր մտածածով։ Թե Աստված ուզում է, Աստված ուզում կնոջը ձևավորի, ուրիշի կնգայտ ինչ գործ ունես։ Հովիկ ջան, սպասավոր ջան։ Հասկանում եք, այս խոսքը չի տալի, որ եկեղեցիները տնելու 4 կանոն կա կիրառել, ոչ խնավել, ոչ մի բան, ոչ մի ձև, ոչ մի բան, ու անշուք ադու գայթակղություն հասարակություն, ոչ չէ դու պաշտամունքի շատերը։ Եթե անգամ ցանկացած տարածաշրջանում տվյալ եկեղեցին նման կերպ չվարվի, ես կասեմ 80% հասարակությունը կլծվի այդ համայնքներում եւ կապաշխարեն։ Նման կանոնները հետ ապահում մարդկանց ապաշխարելուց։ Ու չի թողում, չի թույլ տալի, որ մարդիկ կան եւ իրանց հետ տան Հիսուսին զերծ ապահում, մեկն վանք, հետո մենք ցանկացած տեղ, որ ասենց իրանց հոգին հանգստացնում են, ասում մի խոսքով աստծուն է թալու, բայց չի գալի տե։ Իսկ այդտեղ ինչ որ կարգի հասարակությունն է մտնում, նման համայնքները, մի ինչ որ կարգի մարդիկ կարող է գան ու հետո չգան։ Որովհետև չհարմարվեն, չհամակերպվեն, ճիշտ Աստված փրկեց, Աստված բուժեց, բայց չկարանան գան, որտեղ կանոնները մարդկանց լարում է եկեղեցուց, համայնքից լարում է, չի թողում շատերը գան։ Հա, շատերը կորվում են, հնազանդվում են, գալիս է, փոխվում են, այդպես այդ կերպի մեջ են մտնում։ Իրանց ամուսինների հետ մեկտեղ թեկուզ, բայց շատ ամուսիններ կան, որ իրանց կանանց թողում են, իրանց կանանց լքում են, որովհետև այդ կերպ է վարվում։ Այդպես ուրիշ տեղ խոպաները կան, չգիտեմ, որ ուրիշ կին են առնում, երկրորդ, երրորդ կին են առնում, մենակ որ բավարարեն իրենց ցանկությունները, մի խոսքով իրենց աչքի տեսածով կին ունենան։ Դրամատիկին են ճշվում, երբ որ իրենց կինը խնամված չի։ Իրենց կնոջը չի կարող տեղ տան։ Ընկերներով հավաքվել իրենց կնոջը չի կարող տան, որտեղ ամենը վատ են զգում արտաքինից։ Կինն էլ իրան վատ զգում, նման հավատացյալ կինը վատ զգում, նման հասարակության մեջ մտնելով, որտեղ իրան վատ կզգա, որտեղ դեմ սա խնամված նույնք sense ամոթար։ Ու ոչ մեկին Աստծո խոսք չի կարող վկայել, որտեղ ումը վկայի, սա sense երեսը կթեքի։ Հասկանում ես, չի լսվի տվյալ կնոջ Աստծո խոսք խոսացածը, որտեղ ումը լսես։ Ումը լսես իրան նմանվես չեն լսի։ Մի խոսքով եթե քո ամուսնու դու չես հնազանդվում, քո Աստծուն հնազանդելու էլ կարևորությունը իմաստը որն է։ Որպեսզի Աստծուն հնազանդվես, առաջին տեղը դնես Աստծուն, դա քո ամուսնուն պիտի դնես առաջին տեղը, որ հնազանդ լինես եւ դրանով Աստծուն շահես։ Իսկ եթե դու քո մարդու չես լսում, քո մարդու զածուն հակառակ ես, հովիվի կանոններով ես շարժում, քո ամուսնու դրել ես վիկում, քո ամուսինն է քո գլուխը, քո ամուսինն է քեզ սիրողը, քեզ կվանես քո ամուսնու քեզանից։ Քո ամուսնը չի հաճինա քեզ եւ ստրեսի մեջ կհայտնի քո ամուսնը եւ դու մեղ կգործես եւ Աստծո առաջ դու մեղսունա կհամարվես։ Ինչքան էլ ուզում ես քո հովին հաճեցրու։ Մեկ է, դու Աստծուն անհնազանդ ես։ Ինչքան էլ ուզում ես հովից սրտով գնա, ժպտա, չգիտեմ ինչեր արա, վերջը, սակայն եթե դու քո մարդին չես լսում, ու քո մարմինը կառավարում է քո հովիվը, այսինքն քո մարմինը ձևավորում է քո հովիվը իր կանոններով, իր թելադրանքով, նա իրավունք ունի իր աղջկան, իր դստեր, իր կնոջը նման կեցվածքի մեջ վերցնելու, բայց ոչ քեզ։ Հասկանում ես, նա իրավունք չունի քեզ ուրիշի աղջիկ ես, ուրիշի կին ես, քեզ մարմնապես կառավարի, ղեկավարի փոխի։ Նա իրավունք չունի, սակայն ներկայությամբ շատ եկեղեցիներ դրված այդ կանոնը եւ անգամ հովիվներն էլ այդ գաղափար ունեն եւ ուրիշ կերպ չեն մտածում, որ կինը պիտի լինի սենց, կինը պիտի լինես, կինը չեն մտածում, այս կան մարդ ունի։ Այս կան այդ աղջկան հեր ունի։ Մենք ունենք դրած կառավարում փոխում ես մարդկանց մարմնապես փոխում ես մարդկանց մարմինը։ Չի կարելի։ Սխալ են անում, այդպես չի կարելի։ Չի կարելի Աստծո տեղը զբաղեցնել, չի կարելի զբաղեցնել տվյալ կնոջ մարդու տեղը։ Այս ննգա գլուխ էս մարդն է, այս մարդու, այս գլխի մարմինը իր կինն է։ Ու ինչ որ եկեղեցի հաճախում լավ անում կինը փրկության իր մարդու իր ընտանիքի համար, վերջը սիրում Աստծուն։ Սակայն չի կարելի համայնք մտնողին ցանկացած կնոջը փոխել առանց տվյալ մարդու իրավունքի։ Տվյալ մարդու իրավունքը հարցնելու, կամքը հարցնելու, այս մարդը չի ուզում։ Ոնց է մարդու կնկան փոխում, քո իսկ մտածածով թե Աստված ուզում, ասած ես բան չի ուզում։ Ասած ես հնազանդվի քո մարդուն հնազանդվելը չի նշանակում, էպես թափես լվաս հագցնես ու վերջը նշանակում է որ քո մարդու ամբողջ կամքը իրականացնես։ Ու եթե դու տգեր ես այդպես քո մարդու համար, եղիր գեղեցիկ քո մարդի համար, ինչպես որ քո մարդն է ուզում։ Իսկ եթե դու ըստ հովիվի կարգի տգեր ես համարում ըստ քո ամուսնու, ուրեմն դարձիր այնպես ինչպես որ քո ամուսինն է ուզում, քո ծնողն է ուզում, ոչ թե հովիվը։ Իսկ եթե հովիվը կասի սենց եղիր, ասել հովիվ ջան, ես գլուխ ունեմ։ Եթե ես քո ասածով լինեմ, մի մարդ ինձանից կթողի գիտա ուրիշի կառնի, տունս քանդե, երեխեքից հորը կորցնե, կամ երեխեքից անհել մեծացնի, ես անմարդն եմ, հա։ Ու դա շատերը կարող համարեն Հիսուսի համար արեց, հալածվեց, թողեց, զրկվեց Հիսուս։ Չէ, ինչ Հիսուսի համար։ Հիսուսի համար դու չեք քանդում։
Հնազանդվում են, իսկ եթե հնազանդվելու դեպքում էլ ամուսինա թողում, դա ուրիշ խնդիր է, տարեցնիկին շատ լավ արտահայտություն անում։ Ասում է ամեն ինչ չի, որ կարա մարդ պահի։ Ու ամենպսակ ողջի, որ կարում ամուսին պահի, մարդը պիտի կարանա, որ մարդ պահի, պիտի կարանա, որ մարդ պահի, տղամարդու իրենց, ոչ գլուխ ունենան, ամեն ինչ չի, որ կարա տղամարդ պահի։ Պիտի կարանա այդ կինը, որ իր մարդուն պահի, մարդուն պիտի կարանա պահեն, որ չէ թե իրանից չտանեն, ձերս չտանեն, ձերս չփոկեն, թալանի դարա։ Կարն է մարդու կանեն, անմարդ կմնաս։ Կամ քո արտակինը կփոխես, մարդը քեզ կփախնի, կլարես քո մարդը քեզանից, կվանես։ Մարդը տհաճ կզգա, եթե մի խնավացի կարին կնստի իրան լավ կզգա, դու տհաճ ես իրան, հա դու աստծո համար ես հաճելի կնաստուն հաճելի, սակայն տհաճ ես քո մարդի համար։ Հասկանում ես, քո հովիվը ոչ ես ապրելու, քո հովիվը քեզ չի բավարարելու քո կյանքը, քո հովիվը հոգևոր հայր է, հոգևոր հոգու համար է հոգ տանում, սակայն ոչ մարմնականի, սակայն ոչ քո կենցաղն է դրսևորում։ Քեզ պահողը քո մարդն է, ու դու քո մարդը պիտի լսես ու հնազանդվես։ Ուզի շալվար կակտես շալվարի, եկեղեցես էտում, յուկա հակի գնա, բայց ում ես գալի, քո մարդու զածով վարվի, քո մարդու սրտով վարվի, մարդ ջան, երկան ջան, ո՞նց ես ուզում որ հագնվեմ։ Էսի հագնեմ թե էսի։ Յուկա եմ ուզում հագնեմ, ո՞նց կասես։ Գալու քո մարդը չէ շալվար հագի, ուզում շալվար հագնես, всё։ Եկե շալվար հագնես ու հետ դուրս գաս։ Կանացի շալվար հագնես ու դուրս գաս, քո մարդը այդպես իրան լավ ազգում, քո մարդու լավ զգալը բանանես, գնահատես եւ ընտրես, ու դու դրանով աստուն հաճելի կլինես։ Իսկ ընդդիմանալու քո ամուսնուն դու աստուն հակառակ ես էթում։ Եվ աստուն բարկացնում ես, եւ քո մեկ երկուս չի լինի, ասես կբարկանա քո վրա, քո մարդը պիտի հնազանդվես։ Իսկ եթե հովիվներ կա որ ասна, չէ, կանոնը այսպես է, կանոնը քո տան համար ունեցի, ուրիշի տան հետ ինչ գործ ունես։ Ուրիշի տուն իր կանոններ ունի, ծիսական կամ ավանդական կանոններ, ուրիշի իր կանոններ ունի, ու տան մեջ կիրառը քո կանոնները։ Իսկ եթե եկեղեցին մտում հայ, յուբերկով են գալի ամենավերջում չես ընդունում յուբկով կգան գլխանշուր կկապեմ կամ բայց որ դուրս եկա իմ տան մեջ ես իմ արտուն պետք է հաճեցնեմ իմ հորը հաճեցնեմ պսակված չէ իմ ձևով ապրեմ կենցաղը չի կարելի մարդու կառավարել մարդուն կառավարում է Աստված եւ այն էլ հնազանդությամբ եթե գլուխ կա քո վրա եթե գլուխ ունես քո վրա նման բաներ անի ջան տեր օրհնի քեզ բոլորին